Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մանոթ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1193-րդ օրն է։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի ունեցել 191 մարտական բախում։ Ուկրաինական զորքերը հարվածել են օկուպանտների 14 կարևոր օբյեկտների, իսկ հակառակորդը փորձում է հարձակվել 10 ուղղությամբ։ Ուկրաինական ստորաբաժանումները հակահարված են տալիս, պաշտպանելով իրենց դիրքերը։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են իրենց գործողությունները Կուրսկի ուղղությամբ։ Վերջին 24 ժամվա ընթացքում այս ուղղությամբ տեղի ունեցել 34 զինված բախում, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, Կուրսկի ուղղությունը հիմա իր մեջ ընդգրկում է նաև Բելգրադի մարզի մեր զորքերի առկայությունը եւ Սումիի մարզ ներխուժած ռուսական բանակի հետ մարտերը։ Բոլորը միասին անվանվում է Կուրսկի ուղղություն, որովհետեւ ամենամեծ պլացդարմը ուկրաինական Կուրսկի մարզում է եւ այդ բոլորը ուկրաինական Սումիի մարզի եւ ռուսական Բելգրադի մարզի իրադարձությունները դրանք Կուրսկի մարզի օպերացիայի ընդգրկող մաս են։ Վերջին 24 ժամվա ընթացքում մայիսի 30-ից 31-ը ռուսները Ուկրաինայի դեմ մարտերում կորցրել են 1250 զինվոր։ Ուկրաինայի զինված ուժերը նաև ոչնչացրել են 318 միավոր տեխնիկա եւ սպառազինություն 22 թվականի փետրվարի 24-ից մինչև 25 թվականի մայիսի 31-ը թշնամու ընդհանուր մարտական կորուստները կազմում են մոտավորապես 987330 զավթիչ։ Մայիսի 31-ի գիշերը թշնամին հարձակվել է Ուկրաինայի խաղաղ բնակավայրերի վրա, կիրառելով օդային հարձակման 14 միջոց, մասնավորապես 107 հարվածային շահեդ տիպի դրոններ, 2 ռեակտիվ հարվածային դրոններ եւ 2 S-300 զենիթ հրթիռային համակարգի կառավարվող հրթիռներ, նաեւ 3 X-59-69 տիպի կառավարվող ավիահրթիռներ։ Առավոտյան ժամը 8:30-ի դրությամբ հակաօդային պաշտպանության միջոցներով վնասազերծվել է 69 շահեդ տիպի թշնամական դրոններ եւ 3 X-59-69 կառավարվող ավիահրթիռ երկրի արևելյան, հարավային, հյուսիսային եւ կենտրոնական շրջաններում։ Թշնամու օդային հարձակման միջոցները հարվածներ են հասցրել 13 վայրերի։ Ուկրաինական զինված ուժերի ռելիզի համաձայն ռուսական կողմը կարևոր ոչինչ չի խոցել։ Իրենց հերթին ուկրաինական դրոնները գործել են օկուպացված տարածքներում, ինչպես նաեւ Ռուսաստանում։ Կուրսկի մարզում խոցվել են հակառակորդի թիրախները, Ռիլսկ եւ Լգով քաղաքներում այրվել են ռուսական բանակի տեղակայման կետերը։ Մեր լսարանը կարող է դիտել հաճելի կադրեր մեր Telegram-յան ալիքում։ Նախնական տվյալներով հարձակման ենթարկված օբյեկտները հանդիսանում էին ռուսական զինված ուժերի տեղակայման վայր, որոնք ամենայն հավանականությամբ պատրաստվում էին տեղափոխել Ուկրաինայի Սումիի մարզի ուղղությամբ։ Ուկրաինական դրոնների կողմից խոցված հակառակորդի թիրախների թիվը ամեն ամիս ավելանում է։ Նրանց շնորհիվ պատերազմը մտավ Մոսկվա, ընդարձակվում է մահվան գոտին Ռուսաստանի տարածքում, սա Քիլ զոնայի մասին եմ ասում, հատկապես ընդարձակվում է գոտին դեպի Մոսկվա։ Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ մայիս ամսին տարբեր տիպի դրոններով խոցվել եւ ոչնչացվել է 89000-ից ավել թշնամական թիրախ։ Այժմ շարունակվում է անօդաչու համակարգերի անձնակազմերի թվաքանակի ավելացումն ու անօդաչու ստորաբաժանումների զարգացումը։ Ռուսական իշխանությունները փորձում են թաքցնել Վլադիվոստոկի դեսանտնայածովացոցի ուժգին պայթյունների իրական մասշտաբները, որոնք տեղի ունեցան նախորդին։ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների պաշտոնական վարկածը, թե իբր ծովացոցում պարզապես գազի բալոն է պայթել, չի համապատասխանում իրականությանը։ Դեպքի մասշտաբներն ու հետևանքները շատ ավելի լուրջ են։ Այս մասին հաղորդում են հենց ռուսաստանյան աղբյուրները։ Մեջբերեմ պաշտոնական հայտարարությունը, թե խոսքը պարզապես մի ավտոմեքենայի մեջ եղած պրոպան-բուտանային բալոնների բռնկման մասին է, բացարձակ անհեթեթություն է։ Պայթյուններից հետո բոլոր ծառայությունները, երևի թե բացի դատախազությունից, անմիջապես բերվել են բարձր պատրաստվածության եւ ուղարկվել են դեպքի վայր։ Նույնիսկ ՕՄՕՆ է բերվել վահաններով, ինչպես նաեւ լրացուցիչ բժշկական խմբեր, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, մայիսի 30-ի առավոտյան Վլադիվոստոկում դեսանտնայածովացոցի մոտակայքում 2000 պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների, սա եղել է Ուկրաինայի ռազմական հետախուզության գլխավոր հետախուզական վարչության հաջող գործողությունը։ Ըստ աղբյուրների ոչնչացվել են հակառակորդի
ժողովրդի կենդանի ուժ, ռազմական տեխնիկա եւ հատուկ սարքավորումներ։ Հաստատված է առնվազն 2 պայթյունի մասին տեղեկատվություն, մեկը եղել է անցակետում, մյուսը ռազմական մասի 309-26 տեղամասի անձնակազմի եւ հրամանատարության տեղակայման վայրում, խոսքը 155-րդ առանձին ծովային հետևակի բրիգադի 47-րդ դեսանտահարձակողական գումարտակի մասին է։ Վլադիվոստոկում հայտարարվել է ահաբեկչության դեմ պայքարի ռեժիմ, ռազմական բազայի շրջակայքը շրջափակված է, փակվել է ճանապարհը Շամուրայի ծովածոցի եւ Շիտավայա գյուղի միջև։ Տեղաբնակների խոսքով դեպքի վայր են մեկնել առնվազն 10 շտաբ օգնության մեքենաներ եւ 1 տարհանման ուղղաթիռ։ Ռազմական մասից Ուրալ մագնիշի բեռնատարներով դուրս էին բերում վնասված տեխնիկա։ Տարածաշրջանի իշխանությունները հրապարակել են իրենց վարկածը։ Պատճառը ըստ նրանց 2 գազի բալոնների պայթյունն է, որի հետևանքով իբր որևէ մեկը չի տուժել։ Դա ինչպես միշտ Ռուսաստանը փորձում է թաքցնել իր խոցումները, Վլադիվոստոկում տեղի ունեցած պայթյունները, այսինքն Վլադիվոստոկին հարվածը, ցույց է տալիս, որ չնայած Կրեմլի եւ անձամբ Պուտինի այդ հռետորաբանությանը, ռուս ռազմական հանցագործները այլևս ապահով տեղ չունեն Ռուսաստանում։ Արդարությունը նրանց կհասնի եւ անհատապես եւ հավաքական ձևով։ Խնդրում եմ մեր լսարանին հնարավորինս տարածել այս տեղեկատվությունը, որպեսզի ավելի շատ մեր հայրենակիցներ տեղեկանան ինչ է կատարվում իրականում։ Ռուսաստանում այլևս ապահով վայրեր չկան նրանց համար, ովքեր կռվել են Ուկրաինայի դեմ։ Այսօրվա հաղորդման համար այսքանը։ Շատ շնորհակալ եմ ձեր օգնության, լայքերի, հեռարձակումների տարածման եւ ալիքին բաժանորդագրվելու համար։ Հատկապես խնդրում եմ չմոռանալ բաժանորդագրվել նոր ալիքին, ինչպես արդեն ասացի, 2 ալիքներն էլ կաշխատեն զուգահեռ։ Մաղթում եմ ձեզ հաճելի շաբաթ երեկո, կհանդիպենք։